Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը որոշել է իր գործունեությունը շարունակել քաղաքական դաշտում։ Մենք հարցում ենք իրականացրել Երևանում հասկանալու քաղաքացիները ինչպես են ընդունում Արման Թաթոյանին, ինչ կարծիք ունեն նրա մասին և թե արդյոք նա կարող է քաղաքական նոր որակ բերել ընդդիմադիր դաշտ։ Դեռ չգիտենք, բայց ինքը չկա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի։ Իր անունը չտաս։ Փաշօղլու անունը չտաս։ Փաշօղլու անունը չտաս։ Երկրորդը ուղղակի արդեն ներվերից խախտվեց դրա անունը լսելուց։ Ճանաչում եմ, պարզապես չեմ ուզում խոսել։ Շատ դրական, շատ լավ, շատ ուրախ եմ, որ նման խելացի մարդիկ կարող են մասնակցել ընտրություններին։ Ինձ թվում է լավ տեխնացու է, վատ տեխնացու չէ։ Բացասական։ Հա, շատ լավ։ Հաջողություն եմ մաղթում։ Ոչինչ չունեմ, նա վարչապետ չի կարող լինել, իմ վարչապետը չի։ Չեմ ճանաչում։ Նորմալ, շատ լավ։ Ես իրանն եմ իմ ձայնը տալու։ Չեմ կարող հիմա ասել, հասկանում ենք իր գործունեությունը, հետևենք իր գործունեությունը, հասկանում ենք։ Շատ լավ կարծիք չունեմ։ Նորմալ, սովորական։ Այսօր այնքան բարդ է քաղաքական դաշտում մարդկանց որակավորել, այսօր այսպես են, վաղը այնպես են։ Մենք էլ ենք շփոթվել, չենք կարողանում մարդ ճանաչել։ Չգիտեմ ինչ ասեմ ձեզ, ես իր մասին նախկինում շատ ավելի մեծ կարծիք ունեի, կիրթ, գրագետ, բայց հետո ինչ որ չգիտեմ, խախտումներ եղան։ Ճիշտն ասած չեմ կողմնորոշվել, չգիտեմ, լավ չեմ ճանաչում։ Նորմալ։ Ոչ մի որակել չի բերի կարիստրանք դեպքում։ Պաշտոնի են ոչ մի որակել չտա։ Իսկ հույսեր կապում եք Արման Թաթոյանի հետ։ Դե հա, բայց ուրիշ միջոցներ է պետք է լիքեց,եցնես բարձավոշի բաչի աստ։ Չգիտեմ դա հեռուստացույց ընդհանրապես չեմ նայում։ Շատ դրական, արտակարգ անձնավորություն է։ Հույսով եմ լավ որակ կբերի, ինչ ասեմ։